Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը։ Այն նախատեսում է վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամի ստեղծում, որը ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլ կտա երկու երկրներին գործակցել եւ ներդրումներ կատարել միասին, որպեսզի ընդհանուր ակտիվները, տաղանդներն ու հնարավորությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսության վերականգնումը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ համաձայնագիրը հստակորեն ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա։ Բեսենտը ամերիկա-ուկրաինական վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծումը պատմական տնտեսական գործընկերություն է անվանել եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա պնդել է, որ այն ստորագրվի որպես պատերազմը դադարեցնելու իր ջանքերի մի մաս։ Ուկրաինական կողմից այն ստորագրել է առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Ստորագրումից հետո նա հայտնել է, որ ներդրումային հիմնադրամը կլծվի բացառապես նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով։ Ուկրաինայի տեղական իշխանությունների հաղորդմամբ ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, ինչի հետևանքով Օդեսայում առնվազն 2 մարդ է զոհվել։ Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերը տելեգրամում հայտնել է, որ Օդեսայի Սևծովյան նավահանգստի վրա հարձակման հետևանքով բնակելի թաղամասետ ուժեր, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել է։ Նրա հաղորդմամբ վնասվել են նաև բարձրահարկ շենքեր, բնակելի տներ, սուպերմարկետ եւ դպրոց, որոշ տեղերում հրդեհ է բռնկվել։ Պայթյուններ են լսվել նաև Սումի քաղաքի հյուսիսարևելյան մասում։ Ուկրաինայի 11 շրջաններում ապրիլի 30-ի ուշ երեկոյան եւ գիշերային ժամերին հրետակոծության ժամանակ հայտարարվել է օդային տագնապ։ Նախազգուշացումներ են հայտարարվել Կիևում, Խարկովում, Չերնիգովում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժիեում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ իր երկրի եւ Եվրոպայի միջև հարաբերությունները վաղ թե ուշ անպայման կվերականգնվեն։ Իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան այն ժամանակ էր՝ սպիտակ եւ սև, կարմիր եւ շագանակագույն։ Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ներկայացուցիչները բանակցում են առևտրային համաձայնագրի շուրջ։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմի ղեկավարության հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում։ Հուսով եմ, որոշ պահի գործարքը կկայանա, մենք բանակցում ենք Չինաստանի հետ, նշել է Թրամփը։ Նա նաև հայտնել է, որ դրական է տրամադրված Չինաստանի եւ նրա առաջնորդ Սի Ցзինփինի նկատմամբ։ Ամբողջ Չինաստանում փակվում են գործարաններ, քանի որ մեզ անհրաժեշտ չեն նրանց արտադրանքը, հայտարարել է Թրամփը։ Ապրիլի 2-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքերը սահմանելու մասին։ Դանիայի մայրաքաղաքի կենտրոնում առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով։ Իրավապահների տվյալներով 3 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տուժածների թվում է նաև վարորդը։ Կոպենհագենի ոստիկանապետը Ռիզաու գործակալությանը հայտնել է, որ մեքենան սկզբում անցել է ճանապարհաշինարարական աշխատանքների հատվածով, ապա հարվածել է հեծան որդին ու մխրճվել սրճարանի մոտ հավաքված բազմության մեջ։